Գիտեք, ես ինչ խոսում եմ, ուրիշ ոչ մեկը այդ մասին չի խոսում։ Կամ չգիտեն չեն խոսում, կամ չեն ուզում։ Հիմա լայեք, ինձ արդեն շատ են գրում, որ վիդեոներ են ուղարկում Ադրբեջանից, այս քաղաքական գործիչը սենց ասեց, այն քաղաքական գործիչը նենց ասեց, ադրբեջանցիները վերադառնալու են, այս մի բան, այն մի բան, այն մի բան, այն մի բան։ Ժողովուրդ ջան, հիմա ես ձեզ այսենց հատիկ բացատրեմ ինչա կատարվում։ Դուք էլ հասկանաք։ Մի անգամ հասկանաք, դա ինչ է։ Դա իրականում կա այդ բաները, պատահական բաներ չի։ Ու ինչի է փոխկապակցված մեր ընդդիմության հետ։ Ինչի է մեր ընդդիմությունը այդ բանը օգտագործում։ Ժողովուրդ ջան, եթե դուք գիտեք, թե Ադրբեջանում իշխանությունը արդեն պրո-թուրքական է, թուրքական, դուք չարաչար սխալվում եք։ Ոնց որ Հայաստանում է իշխանություն գոյություն ունի, չէ, հայկական։ Ադրբեջանում էլ կա ադրբեջանական իշխանություն, բայց Կրեմլը ընդեղից ոչ միտեղ չի գնացել։ Այնտեղ կուսակցություններ կա, բան լրիվ պրոկրեմլովական են։ Այդ ինչ որ կատարվում է, դրանք լրիվ պրոկրեմլովական կուսակցություններ են։ Մերոս նման, Քոչարյանի կուսակցությունը, Սամվելի, Դոդի, պրոռուսական են, չէ, մենք տենց ենք անվանում։ Այդ նույնն էլ Ադրբեջանում է։ Դուք չիմանաք, թե Ադրբեջանը արդեն ռուսի ձեռից թռել է, թուրքի ձեռին ամենակ։ Ոչ, չկա նման բան։ Ադրբեջանում նույնիսկ ես ասեմ, իշխանությունը 30% է կազմում։ Պրոկրեմլովականը 70։ Ուղղակի նրանք բան են, նենց որ մուսուլմաններ են, նրանց ստիլը մի ուրիշ ձև է։ Բայց նրանք լրիվ նրանց նարատիվներն են օգտագործում։ Ինչ նրանք օգտագործում են, այդ նույն բանը մեր ընդդիմությունն է օգտագործում։ Դա լրիվ գալիս է Կրեմլից։ Ղեկավարվում են նրանք էլ, մերոնք էլ Կրեմլից։ Եթե ուշադիր լսում եք իրական Ալիևին, ոչ թե ինչ որ սարքած-մարկած բաներ, Ալիևը նույն բանն է ասում, ինչ Նիկոլը։ Ասում է 1 տարի է, 2 տարի է, խաղաղություն է մեր երկրներում, մենք արդեն էկոնոմիկապես ենք սկսում իրար հետ զարգանալ, բան, ու մենք ուրախ ենք, մեզ ավել ոչ մի բան պետք չի։ Երբ լսում ես իսկական Ալիևին, դա է ասում։ Դուք գիտեք, թե պատահական է, որ Ալիևը սահմանը, ցամաքային 19 թվից չի բացում։ Որովհետև գիտի, եթե բացի, այնտեղ նույն պահին, ոնց ինչ կատարվում է Հայաստանում, որ անընդհատ հեղաշրջումից ենք խոսում, ես մի բանից ենք խոսում, այդ նույն բանը կկատարվի Ադրբեջանում։ Ու մուսուլմանական աշխարհում, եթե այդպես բան կատարվի, հեղաշրջում բան, նրանք մեր նման չեն, որ թավշոտ, մավշոտ, նրանց է լինելու ասենց արյունոտ։ Ու միանգամից, լինելու արյունոտ ու միանգամից։ Դրա համար էլ նրանք սահմանը փակ են պահում, չեն բացում, վախենում են, որովհետև այն որ մեկ-մեկ ասում ենք, ադրբեջանցիները չեն դավաճանում, հայերը դավաճանում են, ոչ, չկա նման բան, ժողովուրդ ջան, բոլորն էլ դավաճանում են։ Դա անտի-ադրբեջանական բաներ են անում դրանք։ Այդ որ ասում են Հայաստանի սենց, նենց, ադրբեջանցիներ են գալու, դա էլ Ադրբեջանում Ալիևի կողմից համարում է անտի-ադրբեջանական բաներ, նորից պատերազմ են հրահրում։ Հասկանում եք, նույն տեղից է գալի բանը։ Սրանք փոխկապակցված երկու, համ մեր ընդդիմությանն է նույն տեղից գալի, համ նրանց ընդդիմությանն է նույն տեղից գալի։ Ադրբեջանի ես ասում եմ 70-80%-ը այսինքն սպասում է ոնց է Ալիևին գցելու։ Նես չի որ ընդ ուղղակի մուսուլմանները նրանք մի ուրիշ բան ունեն։ Նրանք որպես մուսուլման իրար ամեն հարցում, ասենք, պատերժ են անում, որպես մուսուլման, կրոնական, բայց քաղաքական հարցերում նրանք սաղ տարբեր են։ Իսկ մենք եւ քաղաքական հարցերում ենք տարբեր, եւ կրոնական։ Քրիստոնյային կարա ոչնչացնի նույնիսկ մուսուլմանի պատճառով։ Քրիստոնյային այդպես հատկություն ունի։ Այ նայեք, սովետական միության ես մի քանի անգամ ասել եմ, ինչքան քրիստոնյական հանրապետություններ կա, բոլորին ոչնչացնում են, հենց քրիստոնյա պետությունը։ Ձեր աչքի առաջ,
Էս է ժողովուրդ ջան իրականությունը։ Չկասկածեք, թե Հայաստանի ընդդիմությունը ու Ադրբեջանի ընդդիմությունը չեն գործում համատեղ։ Դրանք մեկ կենտրոնից են, մեկ կենտրոնից։ Բանես պատահական բաներ չի լինում։ Սա քաղաքականություն է։ Ամեն երկրներ իրանց շահերն են բանանում։ Եվ ընդեղ, չկասկածեք, թե Հայաստանը ինչ որ մնացել է միայնակ այդ բանի լծի տակ, է մնացածները դուրս են վազել։ Ոչ մեկն էլ դուրս չի վազել։ Սաղ էլ բանի, սենց բանի կրակի տակ են։ Հասկանում եք, ժողովուրդ ջան։ Ընդդիմությունը ընդել է գործում, Հայաստանում էլ ու մեկ կենտրոնից են կառավարվում։ Դա դրանք են այդ բաները, նարատիվները, Հայաստան են գալու 300,000, նույն պահին ադրբեջանական այդ բաներն են, այդ ինչ որ կուսակցություններ են, նույն բաները նրանք են հայտարարում։ Դա պատահական բաներ չի, ժողովուրդ ջան։ Մեկ մարդիկ մի քիչ հենց առանց հասկանալու ինձ գրում են, Նիկոլա վականներ, Նիկոլա զավրեր, դե նայեք, Նիկոլը էս ինչ անում, ինչ անում։ Որ տվին իշխանությունը տվին Քոչարյանին, ես մարդիկ գիտեն, թե իրանք սաղ դառնալու են շեյխեր։ Դա մեր մի բան էլ ասեմ, ժողովուրդ ջան, Նիկոլի նման ղեկավարներին չեն սիրում, գիտեք խի։ Կադաֆին ինչ վատ բաներ անում իր երկրի, իր ժողովրդի համար։ Մարդու վիզը կտրեցին կախարին։ Սադամ Խուսեյնը իր ժողովրդի համար վատ բան անում էր, ոչ։ Կամ Սիրիայի Ասադները դրանք իրան ժողովրդի համար, գիտեք ինչքան լավ բաներ են արել, իրանց երկրները ինչ լավ զարգացրել են, սարքել են, բայց դե լավերին թույլ չեն տալի։ Դրանք էլ են կառավարվում բոլորը մեկ կենտրոնից, թույլ չեն տալի։ Հիմա Նիկոլն էլ ժողովրդի համար մերկու լավ բան արել, նույն պահին շամպես սաղ վրա են տալի։ Հասկանում եք, այս բաներ կա, ժողովուրդ ջան։ Մի խոսքով այդ ադրբեջանական այդ բաները, նարատիվները, դա իրանց երկրի նախագահի կողմից չի արվում։ Դա անդիմադիրների կողմից արվում, որոնք կառավարվում են նույն կետից, որտեղից կառավարում է մեր անդիմադիր ուժը։ Եվ վերջ, սա է։ Չգիտեմ ինչու էլ է, եթե ես չասեմ, ոչ մեկը չի ասում։ Ասեք, բոլորդ էլ հասկանում եք։ Խիմեր Հայաստանի մեր քաղաքագետները բանը այդքան եսի միշը չեն հասկանում, սաղն էլ հասկանում են։ Ուղղակի չեն ասում, ամեկ իրանց գլուխը ուզում չեն ցավի մեջ գցեն։ Ես պարզ ասում եմ, գլուխները չեն ուզում ցավի մեջ գցեն։ Մեր իշխանությունն էլ դա լավ գիտի։ Բայց չի ասում, ինքն էլ չի ասում։ Որ այդ անողները ադրբեջանական նույն մարդիկն են, ինչ որ կառավարում են Կրեմլի կողմից, որովհետև իրանք իրավունք չունեն ասեն երևի։ Չեն ուզում Կրեմլին նեղացնեն, հասկանում եք։ Բա չեն ուզում նեղացնեն, որովհետև դա վտանգավոր բաներ է։ Շատ ժամանակ ասում ենք իշխանությունը ինչի չի այս բանն անում, այն բանն անում, որովհետև դա վտանգավոր բաներ է պետության համար, դրա համար էլ չեն անում։ Իսկ ոչ մի բան չեն անում, որ այս վիճակի մեջ են գցում մեր պետությանը, բա որ ինչ որ բաներ անեն, հասկանում եք։ Բա որ ինչ որ բաներ անեն, ռեսկի քայլ անեն։ Մեզ պարզ ասում են, չէ՞, կընկնեք, ասենք, այս պետության օրը, այն պետության օրը։ Անունները չեմ տալի, դուք կհասկանաք միտքը։ Ասում են, չէ՞, ինչ անես, էտա։ Դրա համար էլ մեր երկրի ղեկավարները բանը շատ չեն կարողանում խոսան ամեն բանից։ Դու քանի սենց թակարդի կողքին կանգնած ես, չգիտես, թակարդի մչով անցնես, թե են կողքով։ Են կողքով ուզենաս անցնես, են կողքն էլա թակարդ դեր շարած։ Մի խոսքով այդքան հեշտ բան չի։ Բայց իրականությունը ես ոնց ասեցի, էտա, ժողովուրդ ջան։ Ընդ է, նրանց ընդդիմությունն է այս բանն անում, մեր ընդդիմություն։ Նույն բանն են ասում, ոչ մեկն էլ տարբեր բան չի ասում։ Նույն բանը, ու կառավարվում են նույն կենտրոնից։ Սա է։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան, լույսը բացվել է, օրը թող լինի բարի բոլորիս համար, ամեն ինչ լավ կլինի։ Հիշում եք Լևոն Պետրոսյանիցը ոնց էին իշխանությունը խլում։ Այն ժամանակ դուք չէիք
մենք բոլորս մենք չէինք հասկանում, թե ում մատնա։ Մենք իմանում էինք, թե հերոսական Ղարաբաղցիների մատնա։ Մենք հերոսական Ղարաբաղցիներին ուզում էինք բերենք Հայաստանում, իբր որ Հայաստանն էլ նորմալ պետություն դառնա, չէինք հասկանում։ Հասկանում եք, հիշում եք այն ժամանակները։ Ազգի կեսից շատը կանգնել էր նրանց կողքը, Քոչարյանի կողքը, որտեղ չէինք հասկանում։ Գիտեինք, թե Ղարաբաղում եսի մի ինչ-որ բան են արել, ուզում ենք բերենք Հայաստան, գան Հայաստանում էլ պարյադը կանեն։ Հիշում եք։ Հիշեք, ժողովուրդ ջան։ Այդ տենց մեզ խաբեցին։ Հիմա էլ այդ նույն ձևով, ընդամենը մի հատ Սամվել Կարապետյան են ավելացրել են, եկել կաղնելա հենց դրանց կողքը։ Դե ուրիշ հայ գոյություն չունի Հայաստանում։ Կա Հայաստանի հայ, կա Քոչարյանական հայեր։ Ուրիշ հայ Հայաստանում չկա, հետա։ Հիմա ոնց ուզում եք։ Այն ժամանակ էլ նույն ձև։ Հիմա Փաշինյանը են որ ասում է փողոցով կարակ իշխանությունը վերցնեք։ Ինչի համար ասում։ Որտեվ ինքը գիտի, որ դրանց քսի ծուղակ, եթե փողոցով նման բան ուզենան անեն, հիմա այս սենց մեթոդներով են ուզում անեն։ Սվթա սահմանադրական դատարան, հետո եսի ինչ, խեղտեն, ծաղիկը չթողեն ծախվի, գնա ես միտեղ Ռուսաստան, Ծիրանը չթողեն, ես մի բան, խեղտեն։ Բայց ես ոնց տենում եմ, որ Փաշինյանը պատրաստ է նման իրադրությունների։ Ոնց տեսնում եմ Եվրոպան միանգամից կանգնեց մեր կողքը։ Հա։ Մարդիկ կան դե խալածիլնիկները մայ մարդ մի երկու փունջ ծաղիկ են նկարում, մտամ իրանց ծաղիկը հեսա, բախ ինչ չի Փաշինյանը։ Արա դու պետքա քո ապրանքը տանես հանձնես։ Փաշինյանը այդ ամեն ինչը ստեղծում է օրինական։ Դու ուզում ես Փաշինյանը գա ձեր տանից ինքն էլ բարձի ֆուրի մեջը, հա, ուղարկի։ Դուք պետք է անեք, այս մարդիկ արդեն ուղեղները ցնդել է։ Նա ամեն ինչ ստեղծել է, թույլտվությունը կա, կարաս Եվրոպայել տանես, ամեն տեղ, մնացածը դու պետք է անես։ Այդ ծաղիկ ցանող ջան, այդ Իրան արտադրող ջան, դուք պետք է անեք այդ ամեն ինչը։ Նա ամեն ինչը ստեղծել է, որ Եվրոպան ընդունում է, խնդրեմ, տարեք, ուր դե ուզում եք, ընդունում են։ Բայց դուք մարդիկ վիդեո են դնում ասում են Փաշինյան արի տարես, Մարկո Ցարեկ արի տար հանձնի Եվրոպա։ Էդի մարդկանց բանին ազդելու համար են բանանում, ինչ որ մարդիկ էլ իրականում պատկերացնում են, թե հայ իսկականից իշխանությունը պետք է գալա բանվորներ բամբերի, նրա ծաղիկը քաղեն, ֆուրը բարձեն, բանանեն, տանեն Եվրոպա, փողերը բերեն այդ մարդուց շոտին գցեն։ Այսպես բաներ են անում երեխայական ձևերով ու պետություն են ուզում խարխլեն ուղակի։ Հրաման կա, ամեն ինչ կա, Եվրոպա, կարակ, երկաթ գիսն էլա արդեն Վրաստանով աշխատում, ֆուրեկի համար էլա ճանապարհը բաց, ամեն ինչի համար դաբրո տված է, բես պոշլինա, էլ ինչ եք ուզում, պետությունը ամեն ինչ արել է, մնացածը դուք պետք է անեք, ձեռներեցներ ջան, դուք պետք է անեք մնացածը, ձեր գործը։ Պետությունը կանաչ ճանապարհ է բացել ձեզ համար, տարբեր ուղիներով, մնացածը ձեր դուք պետք է անեք, եթե չեք կարողանում ով է մեղավոր դրա համար։ Ստե հարցը մենակ ծաղիկ ցանելը չի կամ ծիրան աճացնելը չի, հարցը այդ տվյալ ֆերմերի համար ռինոկ զբույթա։ Դու պետք է ճարես, քո համար իշխանությունը ճանապարհը բացել է, կանաչ ճանապարհ, այնտեղի վրա էլ, այնտեղ քեզ որտե հարմար է դեննել տար հանձնի քո ապրանքը։ Դե այսքան բան ժողովուրդ ջան։ Մի խոսքով էսա ժողովուրդ ջան։ Կրկնում եմ, այն առաջվա թեման, Ադրբեջանի ընդդիմությունը, Հայաստանի ընդդիմությունը, երկուսն էլ կառավարում են նույն կենտրոնից, երկուսն էլ պատրաստ են նույն կենտրոնից, թե Ադրբեջանում, թե Հայաստանում իշխանություն վերցնեն։ Կրկնում եմ, պատահական չի, Ալիևը Ադրբեջանի ցամաքային բոլոր ճանապարհները 2019 թվականից մինչ այսօր փակ պահում։ Հիմա հայեր ջան, մանավանդ ես ասում եմ Ռուսաստանաբնակ մեր հայերիս, ձեր ցավը տանեմ,
ուզում եք Հայաստանն էլ փակի ճանապարհները։ Ախր եթե վտանգ զգա կփակի, գիտեք։ Վտանգ եթե զգա, որ պետությանը վտանգ է սպառնում, նույն Ադրբեջանի նման կփակի։ Դուք դա եք ուզում։ Պետության ղեկավարը դրա համար է, որ պետության վտանգը զգա կփակի։ Ալիևը վտանգը զգում է, փակում է, չի բացում։ 2019 թվականից չի բացում ճանապարհները, որովհետև վտանգը զգում է։ Իսկ մենք զգալով վտանգը դիմանում ենք, հայ ազգով, խելացի ազգ ենք, դիմանում ենք։ Բայց մի արեք այն աստիճանի, որ երկիրը այդ վտանգը իրականում զգա ու վերցնի ու փակի։ Այդ ժամանակ հետո ասելու եք, բա մենք ասում էինք, չէ՞ որ Փաշինյանը դիկտատոր է կամ եսիմ ինչ է։ Բա երկրի համար նա պատասխանատու մարդը, համար մեկ պատասխանատու մարդն է, որ վտանգը զգաց փակելու է։ Դուք էլ մնալու եք օդում։ Ոնց որ ադրբեջանցիներն են 7-8 տարով չեն կարողանում Ադրբեջան գնան։ Որովհետև փակ է ճանապարհները, չկա ճանապարհ։ Միայն օդով հատուկ ստուգված մարդիկ։ Ոչ բոլորն են ռիսկանում գնան։ Մի խոսքով նման բաներ, ժողովուրդ ջան, լավ եղեք առողջ եւ առողջ, այդ բաներին մի հավատացեք։ Էտա։ Մինչ երեկո։